Ամնեզիա թե դիտավորություն, ինչու է ընտրություններին ընդառաջ Ղարաբաղը բանակցությունների սեղանից դուրս թողած Ռոբերտ Քոչարյանը հանկարծ հիշել արցախահայերին։ Տեսողության հետ հավանաբար խնդիրներ չունեցող Քոչարյանը հայտարարում է, թե չի տեսնում այն ծրագրերը, որ պետությունն իրականացնում է Ղարաբաղից տեղահանվածների համար, իշխանությանն էլ համարում նրանց արտագաղթի մեղավորը։ Քոչարյանը սակայն չի հիշում, թե քանիսն են արտագաղթել կամ ավելի շուտ փախել Հայաստանից իր նախագահության օրոք, որ մի օր միտեղ դալանում չսպանվեին կամ հաշմանդամ չդառնային։ Իսկ թե ինչ պայմաններում արտագաղթեցին Ղարաբաղի մեր հայրենակիցները, բոլորս ենք հիշում։ Հիշում ենք նաև, թե Հայաստանի խորհրդարանում ովքեր էին ծափ տալիս Արայիկ Հարությունյանի հրաժարականի, Սամվել Շահրամանյանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ով ստորագրեց Արցախի հանրապետության լուծարման փաստաթուղթը, ևս բոլորս հիշում ենք։ Բոլորս, բացի Ռոբերտ Քոչարյանից։ Արյունոտ տասնամյակի հեղինակը հիմա էլ եկել պատիժներից է խոսում։ Մի կողմ թողնենք, որ սխալ է հաղորդում պատերազմի զոհերի ու վիրավորների թիվը, ասում է մեղավորները չեն կարող չպատժվել, իշխանությանն էլ պատասխանատվության է ուզում ենթարկել։ Պատժից խոսում է մի մարդ, ով չի պատժվել արյունոտ տասնամյակի համար, նախագահ դարձավ կեղծ տեղեկանքով ու հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ։ Վազգեն Սարգսյանի դագաղի մոտ ժպիտը դեմքին կանգնած Քոչարյանը գործի վերաբերյալ հետագայում հայտարարում էր, թե սափրված չի եղել, որ եթեր դուրս չի եկել։ Գործի բացահայտումն էլ участковի մակարդակի հարց է։ Ով է մինչև հիմա պատժվել հանցագործության համար, կամակատար Նաիրի Հունանյանը։ Եթե այդպես է, ինչու հետագայում անհասկանալի հանգամանքներում մահացան կամ ինքնասպան եղան առանցքային վկաներ Հայաստանում ու նաև արտասահմանում։ Բոլոր այն լրագրողներն, ովքեր այսօր բողոքում են բռնաճնշումներից, հավանաբար չեն հիշում Ռոբերտ Քոչարյանի օրոք անկախ մամուլի նկատմամբ իրականացված բռնաճնշումներ։ Լիցենզիայից զրկվել են Ամեկ+-ը եւ Նոյան Տապանը, միակ անկախ հեռուստաալիքները, որոնք եթեր էին տրամադրում ընդդիմադիր քաղաքական գործիչներին, անկախ վերլուծաբաններին։ Հարձակում է կատարվել եւ ծեծի է ենթարկվել Աբովյան հեռուստաընկերության հիմնադիր Արտաշես Մեհրաբյանն ու գործադիր տնօրեն Ազնիվ Չիսմեղյանը։ Նույն թվականին անհայտ անձը պայթուցիկ էր նետել հայտնի լրագրող, լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Մարկ Գրիգորյանի ոտքերի տակ։ Այն բանից հետո, երբ Գյումրիի Գալա հեռուստաալիքը հեռարձակեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 2007 թվականի սեպտեմբերի 21-ի ելույթը, այդ հեռուստաալիքի դեմ սկսվեցին զանգվածային հետապնդումներ հարկային ստուգումների, Գյումրու քաղաքապետարանի դատական հայցի եւ գովազդատուներին ճնշելու միջոցներով։ Ցանկն իհարկե կարելի է համադրել։ Ով է պատժվել Պողոս Պողոսյանի սպանության համար, վերջինը սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Արագաստ սրճարանում Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու հետևանքով Քոչարյանին պրիվետ ռոբ արտահայտությամբ ողջունելու համար։ Սպանությունից մի քանի օր հետո Քոչարյանը հայտարարեց, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար։ Կուկումակ անվամբ թիկնապահն էլ դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման։ Այսօր Ղարաբաղի մասին մտածող Քոչարյանը մոռացել է, թե ինչպես 2004 թվականի ապրիլի 22-ին Թումանյան եւ Մոսկովյան փողոցները միացնող նրբանցքում 3 անհայտ անձ դաժան ծեծի ենթարկեցին Ղարաբաղ կոմիտեի անդամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար Աշոտ Մանուչարյանին։ Հարձակման հետևանքով Մանուչարյանը ստացել էր ծանր վնասվածքներ ու ստիպված է եղել մի քանի անգամ բարդ վիրահատությունների ենթարկվել։ 2006 թվականին իր տան մոտակայքում հարձակման է ենթարկվել Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը։ Քոչարյանն իր պաշտոնավարումն ավարտեց մարտի 1-ի արյունալի իրադարձություններով։ Երևանի կենտրոնում սպանվեց 10 անմեղ քաղաքացի, ընդ որում նրանցից ոստիկանական զորքերի զինծառայող 18-ամյա Տիգրան Աբգարյանը զոհվել է արտակարգ դրությունը մտցնելուց հետո, իսկ ավելի կոնկրետ 1 ժամ անց Քոչարյանի այն հայտարարությունից հետո, թե մեր կողմից էլ զոհեր կան։ Չենք թվարկում Քոչարյանի արյունոտ տասնամյակի ընթացքում տեղի ունեցած բոլոր հանցագործությունները, քանի որ դրանց թիվն անհամար է։ Քոչարյանն այսօր խոսում է պատժից, որովհետև պատերազմի ընթացքում զոհեր են եղել հակառակորդի գնդակից, իսկ արդյոք պատրաստ է պատժվել ինքը իր նախագահության օրոք տեղի ունեցած անթիվ անհամար հանցագործությունների ու սպանությունների համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։